Լոռու մարզի հունաբնակ Եղդան գյուղում խնդիրները բնակիչներից շատ են։ 19-րդ դարի սկզբին հիմնադրված այս բնակավայրը Հայաստանի միակ հունաբնակ գյուղն է մնացել։ Լոռու մարզի քմահաճ կլիման ու աշխատատեղերի բացակայությունը այստեղ ապրելը մարտահրավեր է դարձնում։ Ոմանք ապրոստ գտնելու ճիգ են գործադրում։ Հիմա ինչով են զբաղվում են մարդիկ, որ չեն կարող Ռուսաստան գնան արտագնայի։ Հիմնականում զինվորներ չաստ են մտնել ժողովուրդը, բայց դրանից էլ են հիասթափված, խառը արդեն, ով ինչ կարամ անի։ Մարսել Շուշիի աղավնո Եղդան երթուղին անցած Արմեն Ռակետջյանը ուրիշ պատմություն է պատմում։ Վերջին 5 տարի 7 անգամ տեղափոխեցի, վերջապես այստեղ կարողացա տուն գնել իմ սեփական գումարով, այսինքն նպատակ չկա դուրս գալու։ Համլետ Արուշանյանի ապրուստի միակ միջոցը իր ցանած բերքն է։ Սաղանում են բահով, տեխնիկա չի աշխատում։ 25-օրյա հավաքներին մասնակցելու պատճառով ստիպված է իր բերքը թողնել ճակատագրի հույսին կամ ավելի կոնկրետ մոլախոտերին։ Մոտ մի 10 օրից կաճի, եթե ստեղ չեղնեմ, եթե սարայներ չտեմ, ստեղ չեղնեմ, ինքը փաթաթվել է խոտի հետ ու մինչև դու գազ հասնես, արդեն դա հետ չեղնելու։ Հավաքներից խուսափել չի ուզում, զինկոմիսարիատին խնդրել է, որ իրեն մի փոքր ժամանակ տան, մերժել են։ Ես 93-94 թվականին Հայաստանի առաջ պրեզիդենտներից եմ եղել, իմ տղաները նույնպես կռվել են 44 վերապատրազմում, խնդրել են, որ հետաձգեք ընդամենը 4 ամիս։ Հաջորդ ձմեռային պրիզիվ ես իմ բերքը բարի հավաքեմ, բամ խնդրեմ գամ 25 օր չէ 50 օր գնամ։ Փափուկ բարձ են դրեմ գլխի տակ, ապեր ջան, ասում եմ, եթե քանակ դզվի, քեզ կընթառաջեմ։ Ռոկման ջուր չկա, հույսը անձրևն է։ Ոչ այնքան թույլ, որ հողը չոր մնա, ոչ այնքան առատ, որ սրբի տանի բերքը, ինչպես նախորդ տարի էր եղել։ Հողը համագյուղացիների հույսին թողնելը տարբերակ չէ, չեն անի, իրենք իրենց համար անգամ չեն անում, ասում է Համլետը։ Դպրոցը գյուղի միակ աշխատատեղն է, բայց նվազագույնը 100 աշակերտ չունենալու պատճառով շուտով փակվելու է։ Մյուս աշխատատեղը խանութն է, միակ աշխատողը խանութպանը։ Սաղ միսիա են անում, խեղճ չի կարամ սկետ գումարը հավաքի, որ էլի կայնախանութը լսնում։ Սկսնակի ոգևորությամբ գյուղի հնարավորություններից է խոսում Արմեն Ռակետջյանը։ Լավատեսությամբ է սա պայմանավորված, թե գյուղում բավականաչափ չապրելով ժամանակը կպարզի։ Զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ, կապ է հաստատում ֆրանսախոս բարերարների հետ, պատվիրակություններ դիմավորում, իր միջամտությամբ գյուղում ջերմոց է տեղադրվել, ջերմոցային տնտեսություն վարելու դասընթացներ է կազմակերպել։ Արևային 2 համակարգ է տեղադրել դպրոցի եւ հանդիսությունների սրահի համար, ջերմոցային մշակույթի դասընթացներ է կազմակերպել, արտադրություն բացելու համար հացաբուլկեղենի պատրաստման դասեր է սկսել, դուստրնել 3 ուրիշ տեղահաս աղջիկների հետ հասարակական կազմակերպություն է հիմնել, օգնում են երեխաներին տնային աշխատանքներ անել։ 3 Ֆրանսիայի դեսպան վոլայցելել է մեր գյուղը, առաջարկել է որ կազմակերպվի, քանի որ արդեն ունենք 3 օտարլեզու, ռուսերեն, անգլերեն եւ ուներեն, դժվար է մտնել նաեւ 4 լեզու ֆրանսերեն։ Բայց ամենայնտեղից ֆրանսիական մշակույթը ինքնին տարածվում է գյուղում։ Թեև ռոկման ու մյուս խնդիրները իրեն չեն շրջանցում, տեսանելի ապագայում Եղդանից դժվար թե դուրս գա։ Եղդանի խնդիրները մարում են Մարսել ու Փարիզ տեսած աչքերում։ Գյուղում ապրելը ավելի հեշտ է, քան թե քաղաք։ Մարդ կարողանում է ստեղծել եկամուտ իր աշխատանքից, ոչ թե ուրիշի համար ցույց տալով։ Այսինքն քաղաքում բոլորը ստրուկ են ուրիշին։